Ուղիղ 4 տարի առաջ այսօրը սկսվեց ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմը, որը նույն ինտենսիվությամբ շարունակվում է մինչ օրս։ 2025-ի վերջից Կիևն ու Մոսկվան Վաշինգտոնի անմիջական ներգրավվածությամբ ակտիվացրել են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որոնք չնայած գործադրված ջանքերին որևէ արդյունք չունեն։ Ուկրաինայի նախագահի պնդմամբ քառամյա պատերազմում զոհվել է 55,000 ուկրաինացի զինվորական, թեպետ միջազգային մամուլի տվյալով նրանց թիվը հասնում է 200,000-ի։ Տարելիցի կապակցությամբ ուկրաինացիները հիշատակի միջոցառումներ են անցկացրել։ Հավատում եմ, որ այս ամենն իզուր չի, որ մեր տղաները զոհվել են հանուն Ուկրաինայի, մեր հայրենիքի, ճշմարտությունը մեր կողմն է։ Պատերազմը փոխել է ոչ միայն մարդկանց հոգեբանությունը, այլև մարտավարությունը ռազմի դաշտում։ Պատերազմն ինքնին ձևափոխվել է, մեզ մի ժամանակ մարզում էին հետևակի ավանդական մարտավարությամբ, սակայն հետո անօդաչու թռչող սարքերի արագ տարածումը փոխեց մարտական գործողությունների տրամաբանությունը։ Ուկրաինացի զինվորականներն էլ պնդում են, ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով փոխհամաձայնությամբ։ Չեմ համարձակվի դատել, թե ինչպես կավարտվի այս պատմությունը։ Անձամբ ես կուզեի վերադառնալ տուն, իմ ընտանիք ու մեծացնել իմ երեխային։ Սա է իմ անձնական նպատակը։ Անձնականից բացի ուկրաինացի զինվորականների համար հաղթանակ կնշանակի 1991 թվականի սահմանների պահպանում, անդամակցում ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Ուկրաինայի նախագահն ամփոփել է քառամյա պատերազմի արդյունքները։ Զելենսկին նշում է, ուկրաինական հողերի վերադարձը պարզապես ժամանակի հարց է։ Մենք կպարտվենք, իհարկե ոչ, որովհետև մենք պայքարում ենք Ուկրաինայի անկախության համար։ Տարածքների վերադարձը միլիոնավոր մարդկանց կյանքեր կխլի, որովհետև ռուսական բանակը մեծ է, եւ մենք հասկանում ենք այդ քայլերի գինը։ Ես բռնակալ չեմ, եւ ես չեմ սկսել պատերազմը։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ռուսաստանը չի հասել իր նպատակներին, հավելելով, որ կանեն առավելագույնը խաղաղության հասնելու համար։ Լայնամասշտաբ պատերազմի մասին Ռուսաստանի քաղաքացիների մոտ հաղթական տրամադրություններ են։ Մերոնք կհաղթեն, ոչ մի կասկած։ Պատերազմի տարելիցին Եվրահանձնաժողովի նախագահը Կիևում է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ուկրաինա է եկել ֆինանսական ու ռազմական աջակցության խոստումներով։ Ուկրաինայի նախագահի գլխավորությամբ մի շարք եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են տարելիցին նվիրված պատարագին։ Եվրամիությունը կրկին ձախողել է Ռուսաստանի դեմ ուղղված քայլը։ Եվրոպայի անդամ երկրների արտգործնախարարները Հունգարիայի ու Սլովակիայի պատճառով չեն կարողացել ընդունել պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ավելի հեռու են գնացել։ Լոնդոնն ու Փարիզը պատրաստվում են զինել Կիևին ատոմային ռումբով, հայտարարել են Ռուսաստանում։ Ըստ երկրի արտաքին հետախուզության ծառայության, Լոնդոնն ու Փարիզը դիտարկում են Կիևին M51-1 ստորջրյա բալիստիկ հրթիռի TN-75 փոքր չափսերի միջուկային մարտագլխիկի գաղտնի փոխանցման հնարավորությունը։ Ըստ բյուրոյի հայտարարության, միջուկային զենքի փոխանցումը ծրագրման փուլում է։ Կրեմլից մեկնաբանել են եվրոպացիների ծրագրերը։ Ռուսաստանի հակառակորդներն անում են ամեն ինչ խաթարելու Ուկրաինայի շուրջ բանակցություններում ձեռքբերումները։ Մեծ տեղեկություններ են հասել միջուկային բաղադրիչն օգտագործելու մտադրության մասին։ Նրանք հասկանում են, թե ինչով կարող է սա ավարտվել։ Կան տեղեկություններ նաև թուրքական հոսք եւ կապույտ հոսք խողովակաշարերը պայթեցնելու հնարավոր ծրագրերի մասին։ Նրանք կարծես չեն կարողանում հանդարտվել, չգիտեն ինչ անել խաթարելու համար խաղաղության գործընթացը եւ դրա դիվանագիտական կարգավորման փորձը։ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ Մոսկվան հաշվի է առնելու միջուկային զենքի վերաբերյալ Եվրոպայի ծրագրերը, քանի որ դրանք ծայրաստիճան վտանգավոր են։ Պեսկովի խոսքով ռազմական գործողության մեկնարկից 4 տարի անց էլ Եվրամիությունը չի հրաժարվում Ռուսաստանին ոչնչացնելու ծրագրից։ Պետդումայի նախագահի պնդմամբ էլ Լոնդոնի ու Փարիզի քայլը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։